Ըստ համացանցում շրջանառվող լուրերի, կյանքից հեռացել է Սյուզան Մարգարյանի եղբայրը Սիրուշոյի քեռին։ Մասնավորապես Էդգար Տավուշցի անունով օգտատերը սոցիալական հարթակներում գրել էր հետևյալը. «Խորը վշտով տեղեկացա, որ կյանքից հեռացել է պարոն Մարգարյանը։ Առիթ եմ ունեցել ծանոթանալու եւ լսելու նրանից իմ մասին գեղեցիկ խոսքեր, ձեռքս սեղմելու եւ ճանաչելու բարի մարդու։ Հանգչեք խաղաղությամբ մեր Սիրուշոյի քեռի», հրապարակմանը կից գրել էր օգտատերը, իսկ մենք հավել ենք, որ երգչուհի Սիրուշոն դեռևս այս մասին որևէ մեկնաբանություն չի արել իր սոցիալական էջերում։ Անդրադառնալով այլ աստղային նորությունների, հարկ է նշել, որ բլոգեր Քրիստինա Մարգարյանը իր սոցիալական էջերում մայրիկի հետ տեսանյութեր հրապարակել ու խոսել քաղաքական թեմաների մասին, ինչը բուռն արձագանք էր գտել։ Քրիստինան անդրադարձել է նաև քննադատություններին։ Հոլովակները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Ասեցիր ում ես ընտրելու։ Ասեցի էլի, ասեցի հորդ։ Այնքան մարդ հա գրում, հլա անջատի։ Բոլորը հարցնում են 2026-ին ում եք ընտրելու։ Ձեր կարծիքը կարևոր է։ Ես էլ չեմ կարողանում մարդկանց պատասխանել։ Չեմ կարող ասեմ, որ դա անձնական է։ Դա պապայիդ եմ ընտրելու էլի։ Դե դի արդեն ընտրել ես։ 26 տարի առաջ։ 26։ Այն։ 2026-ին։ Հա։ Դու էլ 26 տարի առաջ ընտրել ես պապային։ Հա։ Չի ո՞նց է։ Նորից եմ ընտրում պապայիդ։ Ո՞նց է բռնում իրար հետ։ Ում եք ընտրելու։ Ես էլ ասեմ դա ընտանեկան գաղտնիք է։ Ամսի 7-ին ես կգնամ կընտրեմ։ Ես չեմ բարձրաձայնում ում եմ ընտրելու։ Ամսի 7-ին։ Բայց մի բան եմ ուզում ասեմ։ Օրինակ ես այսքան նայում եմ, հետևում եմ։ Ես անգամ ընտանիքներ գիտեմ, որ իրար հետ կռիվ են անում, անդամները իրար հետ կռվում են, իրար հետ չեն շփվում։ Հա, որտեվ կեսը ուրիշ են ուզում, կեսը ուրիշ են ուզում։ Հետաքրքիր է, հա։ Դե հիմա այդ ընտանիքը իրան գիտեմ։ Բայց ես այսքան որ հետևում եմ, մի րոպե թողած խոսամ։ Այսքան որ հետևում եմ, ես նայում եմ, որ ասենք կապ չունի ով է նստած վարչապետը։ Վարչապետին ոչ մեկ չի խնդրում, որ իրան սիրեն, բայց գոնե պիտի հարգեն։ Չէ որ մեր վարչապետն։ Եթե օրինակ դու չսիրես։ Հիմա ինձ համար ով ուզում է նստի, ես պարտավոր եմ հարգել որպես մեր Հայաստանի վարչապետ։ Վերջ։ Ինձ ոչ մեկ չի կարող ասի սիրի։ Ես իրան հարգում եմ։ Իրանում։ Վարչապետին Հայաստանի։ Հա, հասկացա։ Ես ասում եմ ով ուզում է նստի։ Բայց դու բոլորին ես սիրում ես։ Քեզ որ հարցնում են, դու ոչ մեկի հետ կապված վատ բան չես ասում։ Որտե ես իրավունք չունեմ ոչ մեկի մասին վատը խոսամ։ Բայց նայ 2026-ին, 26 տարի առաջ ում ես ընտրել։ 2026։ Հա։ Հորդ։ Մամ, որ այդքան հարցնում եք, մի հատ էլ դուք ձեր կարծիքը գրեք, հասկանամ, ժողովուրդ ջան, դուք շատ եք, մենք երկուսով ենք, գիտեք ինչքան մարդ է մեզ գրում, ավելի լավ դուք գրեք, հասկանանք դուք ում եք ընտրելու, դա ընտանեկան գաղտնիք է, դա մի քիչ, ոնց ասեմ, օրինակ ես ու մամաս իրար տալիս ենք մի հատ էլ դուք գրեք, տեսնեմ դուք ում եք ընտրում։ Մենք կռվում ենք։ Ես էլ ձեր հետ կընտրեմ։ Մամ, դե խիչ հա։ Բարի օր բոլորին, ոնց են իմ ամենալավ հետևորդները։ Ուրեմն երեկվա վիդեոից հետո բոլորը իրար հոշոտում են։ Կներեք ասածիս համար, բայց իրականում դա հենց այդպես է։ Էլ վիրավորում են մեկը մյուսին, էլ հայոյում են մեկը մյուսին։ Մի քիչ հումորով մոտեցեք, հա, մի փոքր ուրիշ ձև նայեք։ Քաղաքականությունը նենց բան է, որ անգամ ես կյանքում չեմ խորանա դրա մեջ։ Դա ինձ պետք չի։ Էլի եմ ասում, մամայի ասածով կհարգեմ, բայց ոչ մեկ ձեզ չի ստիպում դուք ինչ որ մեկի սիրեք, ոչ մեկ ձեզ չի ստիպում, որ դուք ինչ որ մի կողմը ընտրեք, դուք ձեր ցանկությունը, դուք ձեր ընտրությունը, դա անձնական է։ Բոլորի ընտանիքներում էլ կա այսպիսի խոսակցություններ, ով կընտրի, ում կընտրի, երբ կընտրի։ Իսկ ինչ վերաբերվում է ընտրության հետ կապված, թե մենք ում ենք ընտրում, այնտեղ մեկը գրում է. ես արդեն հասկացա ձեր խոսալուց, թե դուք ում եք ընտրում։ Ախր ես կարամ վստահ ասեմ, որ դուք շատ սխալ եք հասկացել։ Այն որ ոնց բացատրեմ, որ ասենք ում ուզենանք ընտրենք, մենք չենք վախենալու կամ չենք թաքցնելու, դա մեր ցանկությունն է, ոչ դրա համար գալու եք մեզ սպանեք, ոչ էլ ինչ որ մի բան, ամեն մարդ ունի իր ցանկությունը, ունի իր կարծիքը,
Դա մի քիչ ավելի շատ հումորային է։ Ես լրիվ ուրիշ կողմ եմ նայում։ Մայրս լրիվ ուրիշ կողմ է նայում։ Ոնց որ շատ ու շատ ընտանիքներում, ես էլ եմ ասում, ընտանիքներ գիտեմ, որ իրար թշնամիներ են դարել սուտ այս ընտրությունների հետ կապված։ Մի քիչ ուրիշ ձև նայեք։ Դուք ուղղակի ապրեք այս օրով։ Ես օրինակ տենց եմ, ապրում եմ այս օրով, որ լավ լինի, որ ամեն ինչ խաղաղ լինի։ Ինչ վերաբերվում է վիդեոին, խնդրում եմ, հումորով մոտեցեք, անցեք առաջ։ Ես չկամ ոչ մի տեղ, ես ոչ մի քաղաքական ուժի կողմից չեմ, որ ասեմ, չգիտեմ, որ մտածեք, դա գովազդ է, դա որ մտածեք, չգիտեմ, ինչա, չէ, դա սովորական վիդեո է, որը որ ես չէի պատկերացնի, որ սենց մեծ արձագանք կտա, որ մարդիկ իրար ինչ ասես, բառից բուն իմաստով կգրեն, կվիրավորեն, կհայոյեն, մեկը մյուսին։ Ժողովուրդ ջան, դա հումոր է, հումորով մոտեցեք։ Իսկ մայրս տարիքով կին է, որ ունի իր կարծիքը, որ ինքը միշտ թելադրել է մեզ հենց այդպես։ Հարգանք, բոլորի նկատմամբ հարգանք, դա ով ուզում է լինի։ Դա չի նշանակում, որ դուք կարաք դրանից ենթադրություն անեք, հա, մենք հասկացանք դուք էդ եք, էս եք, են եք, ախպեր ջան, դուք ձեր կարծիքը։ Ուղղակի մեկնաբանությունները փակել եմ, որովհետև ես ինքս ամանչում եմ կարդամ, որ մեկը մյուսին ինչ ա գրել։ Մեկը մյուսին, իրար ինչ ասես գրում են։ Դու էս ես, դու են ես, դու են ես, դու ես, ինչի եք դուք, մարդիկ, բոլորդ հելել իրար դեմ, տրամադրվել իրար դեմ, իրար վիրավորում, ինչի համար, կամ ինչ իրավունք ունեք, ուղղակի ես զարմանում եմ այն մարդկանց վրա, որ ովքեր, որ ասենք մեկը մյուսին չճանաչելով, կարողանում է գրի, այդ գրելը պրոստը գրել չի, այդ ձեր բերանից դուրս եկած արտահայտությունն է, որ բոլորդ կարաք պատասխան տակ այդ ամեն մի ասացի համար, պրոստը խի, մի քիչ ձեզ ոնց ասեմ, բարիություն մցրեք ձեր սրտի մեջ ու մեկդ մյուսին հարգենք, այ հարգանքը էդ է, ոչ թե քաղաքական ուժին, որ ասում են հարգել, վայ ուրեմն դու իրան ես ընտրում, հարգեք մեկդ մյուսին։ Բարի օր բոլորին, այսօր աշխարհի ամենալավ օրերից մեկն է, կուկուներ ջան, ուզում եմ, որ դուք միշտ լինեք առողջ, անհոգ մանկություն ունենաք ու ամենակարևորը, իրականում սա շատ կարևոր է, էլի, ուզում եմ Աստծուն խնդրեմ ձեր համար, որ դուք միշտ առողջ լինեք, ուրիշ ոչինչ, ու երջանիկ խաղաղ երկնքի տակ մեծանաք, ես շատ եմ սիրում, աշխարհում ինչքան երեխա կա, ես բոլորի հանդեպ մի այլ կարգի սեր ունեմ, չգիտեմ, այսօր ես էլ եմ շատ ուրախ, չգիտեմ, այսօր լավ օրերից մեկը, միշտ տենց լավ, ձեզ լավ օր եմ մաղթում, թող ձեր ծնողները ձեզ տանեն, լավ օր անցկացնեք, Պաչում ու սիրում եմ բոլոր